Բարի երեկո։ Այս շաբաթ մեկնարկեց Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի լիագումար նիստը, որի շրջանակում այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում փաստացի խոսել է մեր երկրի համար կենսականորեն կարևոր բոլոր, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական խնդիրների մասին։ Ելույթն ամբողջությամբ եւ դրան հաջորդող հարց ու պատասխանը կարող եք դիտել տեսանկյան ավարտից անմիջապես հետո, եւ առանձնապես կարիք չկա մանրամասն անդրադառնալ դրան։ Եվ այդուհանդերձ մի քանի առանցքային դրույթներ իսկապես էլ հետաքրքիր էին, առավելևս հաշվի առնելով ամբիոնը, որտեղից հնչեցվում էին դրանք։ Ինչու եւ ինչով է կարևորվում Եվրախորհրդի ամբիոնը։ Ինչու ենք մենք Եվրախորհրդի անդամ դարձել կամ ինչու ենք դեպի Եվրոպա ձգտում։ Պատճառն առավել քան ակնհայտ է։ Դա եվրոպական արժեհամակարգն է, որը առավել համահունչ է մեր ընդհանրական ձգտումներին։ Կա իհարկե սխալ պատկերացում, թե Եվրոպան դա միայն համասեռամոլներն են ու աղանդները։ Իրականում Եվրոպան իր բոլոր խնդիրներով հանդերձ նախ եւ առաջ արժեհամակարգ է, մտածողություն, կենսակերպ, աշխարհընկալում եւ այլն։ Եթե դու դառնում ես Եվրախորհրդի անդամ, դու փաստացի հայտարարում ես, որ այդ արժեհամակարգը, մտածողությունը, կենսակերպն ու աշխարհընկալումը հարազատ են քեզ։ Բայց մի բան է հայտարարելը եւ բոլորովին այլ բան ապացուցելը, գործնական քայլերով ապացուցելը, որ դու իսկապես գնում ես դրան։ Այս առումով, ասենք Ադրբեջանի ներկայությունն այս կառույցում ուղղակի ծիծաղելի է, բայց Ադրբեջանը այս պարագայում ինձ բացարձակապես չի հետաքրքրում, քանի որ մեր բոլորիս հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, եւ ինձ համար ամենակարևորը հասկանալն է, արդյոք մենք, լինելով Եվրախորհրդի անդամ, իրապես եվրոպական արժեհամակարգի կրող ենք կամ գոնե գնում ենք դեպի դրան։ Հասկանալու համար կան մի քանի պարզ ցուցիչներ, որոնցից մեկի մասին նախագահը խոսեց իր ելույթում, իսկ երկրորդը, որքան էլ տարօրինակ հնչի, դրսևորվեց հանկարծակի։ Առաջին ցուցիչը քաղաքական մտածողությունը։ Երբ այսօր Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում եւ խոսում մեր երկրի ներքաղաքական խնդիրների մասին, ներքին դիսկոմֆորտի զգացողություն հաստատ չունեի։ Չունեի, որովհետեւ process-ները, որոնք գնում են մեր երկրում, որակապես այլ են, քան էին շուրջ 2 տասնամյակ շարունակ։ Ես ուրախ եմ, որ իմ երկրի ղեկավարը կարողանում է խոսել եվրոպական արժեհամակարգի անկյունակարային արժեքներից մեկի, հանդուրժողականության մասին, եւ մարդիկ, ովքեր լսում են այդ ելույթը, դիսկոմֆորտի զգացողություն չունեն, քանի որ ասվածը այս դեպքում լիարժեք համընկնում է մեր երկրում ընթացող process-ների։ Հետևաբար ես ինքս ինձ համար արձանագրում եմ, որ օբյեկտիվ է, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, քանի որ քաղաքական հանդուրժողականության առումով մենք մոտեցել ենք Եվրոպային, մոտեցել ոչ թե խոսքով, այլ գործով։ Երբ մեր երկրի ղեկավարը խոսում է նախկին առաջնորդներից ու բացառապես դրվատանքի խոսքեր ասում նրանց հասցեին, ես կրկին հասկանում եմ, որ քաղաքական մշակույթի առումով մենք իսկապես մոտեցել ենք Եվրոպային, որտեղ նախկին առաջնորդներին որպես կանոն միայն դրվատանքի խոսքեր են ասում, քանի որ իրենց արժեհամակարգն է այդպեսին, մտածողությունը, կենսակերպն ու աշխարհընկալումը։ Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը։ Սովորում եւ մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն եւ պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին։ Մենք հանդուրժողականություն ենք սովորում եւ երկխոսության մշակույթ ձևավորում։ Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարևորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել։ Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը եւ չենք համաչում առողջ քննադատության ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները։ Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով։ Ողջ հասարակությամբ ենք սովորում։ Երկրորդ ցուցիչը, որի մասին խոսեցի հաղորդման սկզբում, իսկապես էլ հանկարծակի դրսևորվեց, բայց առավել քան խոսուն էր եւ առավել քան հաճելի խորքային տեսանկյունից։ Ելույթից հետո նախագահ Սարգսյանին հարցեր են ուղղվել, որոնցից, այսպես ասենք, տրամաբանորեն ամենաանցանկալին հնչել է հենց հայկական պատվիրակությունից, իսկ հնչեցնողն էլ Զարուհի Փոստանջյանն էր։ Ազգային ժողովի падգամավորը նշել է, թե համաձայն չէ նախագահի քաղաքականության հետ եւ հարցրել արտահերթ ընտրությունների հավանականության մասին։ Սերժ Սարգսյանն էլ պատասխանել է, որ արտահերթ ընտրություններ չեն լինի, քանի որ դրա ոչ անհրաժեշտությունը կա եւ ոչ էլ սահմանադրությունն է տալիս դրա հնարավորությունը։ Բայց ինձ համար այս դրվագի ամբողջ իմաստը հենց դրվագի գոյության մեջ է։ Երբ ես փորձում եմ պատկերացնել, թե Ադրբեջանի պատվիրակության անդամը վեր է կենում եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի ամբիոնից քննադատական հարց տալիս երկրի ղեկավարին, հասկանում եմ, որ նման բան անհնար է։ Նույնը հետխորհրդային բազմաթիվ երկրների եւ ինչու՞ չէ նույնիսկ արևելյան Եվրոպայի որոշ երկրների պարագայում։
Միգուցե Զարոյի Փոստանջյանի արարքը ոմանք վիճելի կհամարեն, միգուցե նույնիսկ քննադատելի, բայց ազգային ժողովի падգամավորի եւ երկրի ղեկավարի փոքրիկ այդ հարցու պատասխանը այն երկրորդ ցուցիչն էր, որն ապացուցում է, որ մենք իսկապես էլ ճիշտ ճանապարհի վրա ենք, որ Եվրախորհրդի անդամ լինելը փաստ չէ զուտ գալոչկա դնելու համար, այլ process, որը մեզ է պետք։ Միգուցե Զարոյի Փոստանջյանը փորձել է, այսպես ասենք, շատ սուր բան անել, միգուցե եւ դա ստացվել է, բայց խորքային տեսանկյունից դրանից մեր երկիրը միայն շահել է։ Ապրի Զարոյին։ Մուրադ, Սերով, Ազատ, ոսկիա, ոսկի։ Մի խոսքով սա մեր երկրի ղեկավարների այն եզակի ելույթներից է, որը լսելիս իսկապես էլ դիսկոմֆորտ չես ապրում։ Դա չափազանց կարևոր է, քանի որ դիսկոմֆորտը որպես հետևանք անվստահություն է ծնում, արհեստականության զգացողություն, անհամապատասխանություն ասացի ու արվածի միջև, իսկ հակառակը միշտ էլ հաճելի է։ Առողջ եղեք։